Մատաթափա լճի համար շարունակում է մարտահրավեր մնալ կոտրված ամբարտակը։ Դրա բացակայությունը մեծ վնաս է հասցնում լճին և լճի էկոհամակարգին։ Մատաթափա լիճը, որը տարիներ առաջ լի էր կարած ձկնատեսակով, այսօր այն գրեթե վերացել է։ Ամռան ամիսներին ջրի մակարդակը սկսում է նվազել, տեղը զիջելով ճահիճներին, որոնք հիմք են հանդիսանում լճի չորացած մասերի կանաչապատմանը, իսկ այդպիսով լճի մակերեսը գնալով նվազում է։ Նոր ռադիոկայանը այս խնդրին անդրադարձել է շատ անգամներ։ Եվս մեկ անգամ փորձեցինք պարզել, թե նախատեսվում է կոտրված ջրապատներշի վերականգնում 2025 թվականին։ Այս հարցով դիմեցինք Ջավախքի պահպանվող տարածքների ներկայացուցիչ Թամազ Կարապետյանին։ Ներկայացուցչի խոսքերով արդեն 2 անգամ մրցույթ է հայտարարվում, բայց ոչ ոք չի ցանկանում մասնակցել։ Մենք ուզում ենք, որ դա անպայման լինի, որովհետև շատ կարևոր խնդիր է, հավելեց Կարապետյանը։ Ինչպես ավելացրեց նա, կա նաև նոր հովանավոր և հույս կա, որ կվերանորոգվի։ Մատաթափա լիճը ներառված է Ջավախեթի ազգային պարկում և հանդիսանում է թռչունների միգրացիայի միջանցք, որտեղ գերակշռում են գորշ կրունկները, սպիտակ և գորշ ձկնկուլները, սագերը և բադերը։ Լճի տարածքում նկատվել է նաև ֆլամինգոներ։